Ես այսօր խոսալու եմ վերջին օրերից, ասեմ վերջին օրերը չի, հանգիստ եղեք, բայց խոսալու եմ վերջին օրերից, գիտես ինչի եմ որոշել, որ ես խոսքից խոսամ, երբ որ տեսնում ես, որ եկեղեցին աշխարհի մեջ է, ճշմարիտ եկեղեցին աշխարհի մեջ է, ուրախանում ես, ասում ես եկեղեցին աշխարհի մեջ է ու Տիրոջ գործն է կատարում աշխարհի մեջ, Տիրոջ եկեղեցին, բայց որ տեսնում ես աշխարհն է մտել եկեղեցի ու թելադրում է իր օրենքներն ու իր կանոնները, դու հասկանում ես մի բան, որ մոտեցել է այն օրը, որը որ Տերն ասել է, վերջին օրերին ենք մոտեցել, վերջին ժամանակներում կլինեն նշաններ, Տիրոջ խոսքն ասում է, եւ այդ նշաններ արդեն իսկ նկատելի են, Ղուկաս 17-րդ գլուխ 26-րդ խոսքում գիտեք ասում է կլինեն այնպես ինչպես որ Նոյի օրերում էր եւ Ղովտի օրերում էր հիշում եք որ ամեն մեկը իրանց կյանքով էին ապրում իրանց առօրյայով էին ապրում ու ինչ ուզում անում էին ուտում էին խմում էին ամուսնանում էին ամեն բան անում էին հոգս չէին անում ապրել սրբության կյանք Բայց Տիրոջ խոսքն ասում է վերջին օրերը գալու է այդ օրերի պես, ինչպես որ Նոյի օրերում եկավ ջրհեղեղը, որ լուրջ չէին վերաբերվում Նոյի խոսքերին, եւ Ղովտին էլ անգամ լուրջ չէին վերաբերվում, որ ասավ Տիրոջ խոսքը, որ այնտեղ կրակ է թափվելու։ Բայց ոչ մեկ լուրջ չէին վերաբերվում դրան։ Ամենքն ապրում էին իրանց կյանքով, անում էին իրանց ուզածը։ Գիտես Տիրոջ գալուստը տեսնելու են բոլորը, բայց Թեսաղոնիկեցիս գրքում Պողոսն ասում է անսպասելի է լինելու այս աշխարհի համար, բայց Սուրբ Հոգով լցվածների համար անսպասելի չի լինելու։ Եվ Տերը ասում է Մատթեոս 24-ի 6-ից 8-րդ խոսքերում գրված այսպես. Պատերազմներ եւ պատերազմների համբավներ կլսեք, զգույշ կացեք, որ չշփոթվիք, որովհետեւ ամենը պետք է լինի, բայց դեռ վերջը չէ, որովհետեւ ազգ ազգի վրա վեր կկենա եւ թագավորություն թագավորությունների վրա, եւ սովեր կլինեն, եւ մահ տարաժամեր եւ տեղ-տեղ երկրաշարժներ կլինեն, բայց այս ամենը ցավերի սկիզբն է։ Գիտես, այս ամեն ինչը վերջը չի։ Այն ինչ որ մենք տեսնում ենք այսօր, սա վերջը չի։ Այս նշանները Տերը տալիս է իրաններին, որ հասկանան վերջին օրերն է մոտեցել։ Այս նշանները նրա համար է, որ դու տեսնես, որ մոտենում է այդ օրերը։ Դրա համար եմ ասում, հանգիստ եղի, հələ վերջը չի։ Ասում է, էսա ցավերի սկիզբն է դեռ։ Եվ այս ամենը Դանիելի մարգարեության մեջ նկարագրվում է մի արձանի պատկերի տեսիլքի միջոցով, որ ինչ թագավորություններ են վեր կենալու միմյանց վրա եւ ինչ ահավորություններ է տեղի ունենալու։ Չեմ ուզում մանրացնեմ այս արձանի տեսիլքը, որ երկու հզորներ իրար դեմ պետքա պատերազմեն, ասում է Գազանը եւ Բաբիլոնը իրար դեմ պետքա պատերազմեն։ Այս լրիվ առանձին թեմա է, չեմ անդրադառնա ես այս թեմային։ Տիրոջ երկյուղը կորցրածների համար սարսափելի է լինելու։ Հայտնություն 14-րդ գլուխ 6-րդ խոսքից կընթերցեմ։ Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մեջ, որ հավիտենական ավետիք ուներ, որ ավետարան, որ
որ ավետարաներ երկրի վրայի բնակվողներին եւ ամեն ազգերի եւ ցեղերի եւ լեզուների եւ ժողովրդի եւ մեծ ձայնով ասում էր. «Վախեցեք Աստվածանից եւ փառք տվեք նրան, վախեցեք Աստվածանից եւ փառք տվեք նրան, որովհետեւ նրա դատաստանի ժամը եկել է, երկրպագեցեք երկնքի եւ երկրի եւ ծովը եւ ջրերի աղբյուրները ստեղծողին»։ Երանի այսօր մենք էլ լսենք եկեղեցիներում այս խոսքերը։ Գիտես, այսօր բազում ուսմունքներ կան, որ եկեղեցիներում ասում են մի վախեցեք։ Մի վախեցեք Աստծուց, մի վախեցեք մեղք գործելուց, մենք շնորհքի տակ ենք։ Բազում շեղվածություններ կան։ Իհարկե մենք չենք սարսափում մեր հորից, սակայն աստվածվախության բացակայությունը մարդուն, քրիստոնյային տանում է անմտության, անմիտ քայլերի։ Իսկ Տիրոջ երկյուղը, ինչ ասում խոսքը, իմաստության սկիզբն է։ Եթե չկա Տիրոջ երկյուղը, եթե չկա Տիրոջ վախը, ինչպես որ շատերն են քարոզում մի վախեցեք Տիրոջից, մենք շնորհքի տակ ենք, չկա այնտեղ իմաստություն, չկա այնտեղ շնորհք, չկա այնտեղ փրկություն, եթե չկա Տիրոջ վախը, եթե չկա Տիրոջ երկյուղը։ Եվ այս պատերազմների եւ պղծությունների եւ այս աշխարհ քաղաքական իրավիճակների մեջ մենք մեր հավատքը չպետք է կորցնենք, որովհետեւ կան բազում քրիստոնյաներ, որ տեսնում ես, մտածեն ես աշխարհ քաղաքական իրավիճակների մեջ, ինչը որ կատարվում է, այս պատերազմներ, այս ամեն ինչը սկսում են մեկը մեկին դատել, անգամ եկեղեցիները արդեն տարբեր պետությունների մեջ, որ իրար դեմ այդ տվյալ պետությունները կռվում են, եկեղեցիներն էլ են արդեն իրար դեմ լարված։ Այս սա քրիստոնյայի բանը չի։ Եվ խոսքի շարունակությունը նկարագրվում է գազանի դրոշմը։ Ավելի լավը ընթերցեմ 8-րդ խոսքից, եւ մի ուրիշ հրեշտակ եկավ նրա ետևից ասելով. ընկավ Բաբիլոնը, մեծ քաղաքը, որովհետև իր պոռնկության, բարկության գինուցը խմեցրեց բոլոր ազգերին։ Եվ մի երկրորդ հրեշտակ եկավ նրանց ետևից մեծ ձայնով ասելով. ով որ երկրպագություն է անում գազանին եւ նրա պատկերին եւ դրոշմ ընդունում իր ճակատին կամ իր աջ ձեռքի վրա, այնպիսին Աստծո սրտմտության գինուցը պիտի խմե, որ անխառն ածված է նրա բարկության բաժակի մեջ, եւ պիտի տանջվի կրակի եւ ծծումբի մեջ սուրբ հրեշտակների եւ գառի առաջին։ Եվ նրանց տանջանքի ծուխը վեր է ելնում հավիտենական հավիտյանս հավիտենից։ Եվ հանգիստ չունեն ցերեկ եւ գիշեր, նրանք, որ երկրպագեցին գազանին եւ նրա պատկերին, եւ ով էլ որ ընդունում է նրա անունի դրոշը, այդ բոլորն են այդ տանջանքի մեջ։ 12-րդ խոսքն ասում է այսպես. այստեղ է սուրբերի համբերությունը, այստեղ են Աստծո պատվիրանքները եւ Հիսուսի հավատքը պահողները։ Այս բոլոր փորձությունների մեջ է գալիս քրիստոնյայի համբերությունը, Աստծո պատվիրանքները եւ Հիսուս Քրիստոսի հավատքը պահողները։ Եվ հիմա միտեղ էլ կարդամ, որ այս ամենը ավելի պատկերավոր ձևի պարզ լինի, թե այդ ոնց է լինում այդ դրոշմի պահը։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ առաջին երկու խոսքերը։ Սա գիտացեք, որ հետին օրերում չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր եւ արծաթասեր։ Գիտեք, այդ որ ասում է վերջին օրերին կգան եւ մարդիկ դրոշմ կընդունեն, որ ովքեր ոչ կարան առնեն, ոչ էլ վաճառեն, ասում ես ոնց կարա եղնի տենց բան, որ մարդ գիտակցաբար գնա այդ քայլին։ Բայց երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլխի այս առաջին երկու խոսքերն ասում է. սա գիտացեք, որ հետին օրերում չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն ավելի ինքնասեր եւ արծաթասեր,
որովհետև մարդիկ ավելի շատ կսկսեն լինել փողասեր, ավելի շատ տեղ կտան փողին։ Իսկ դու պատկերացնում ես մի մարդու, ով փողին տեղ չի տալի, նրան ասես կնիքը կրի։ Կասի դու է կորի, քո կնիքն է կորչի, քո ոսկին ու արծաթն էլ կորչի։ Վերջին ժամանակներում մարդիկ կլինեն արծաթասեր, փողասեր եւ այս ժամանակ լինելու է այդ նշանը։ Այսօր մարդկանց մեջ տարածված է շատ առնեմ փողը։ Շատ տեղեր լսում ես փող են քարոզում, հարստություն ունեցվածք, որ Աստված ասել է ապահով ես լինելու, հարուստ ես եղնելու, լավ ես հագնելու, լավ ես ուտելու։ Այդ ամեն ինչը լինելու է երկնքում, բայց այստեղ ասում է իմ անունի համար հալածվելու եք։ Եվ այդ ժամանակ կլինեն անգամ եկեղեցիներ, դրոշմի ժամանակ, ես հավատում եմ, որ կլինեն այդպիսի եկեղեցիներ, որ կասեն սադերդաչի։ Դուք հանգիստ ընդունեք, առեք, ծախեք, բերեք, տվեք, տարեք, կլինեն նմանատիպ եկեղեցիներ էլ, դրա համար պետք է զգուշանաս։ Գիտեք, կա մի պահ վերջին ժամանակներում, երբ Գազանին աստվածացնելու են ու նրա համար, որ նա շատ հրաշքներ է անելու, ու մարդկանց միտքը փակ է լինելու, ինչպես եւ հիմա, գիտես, մեկը դուրս է գալիս, մի հատ սաղմոս է ասում, չտանեք ուրիշ տեղ, ես լրիվ ուրիշ բան եմ ասում, մեկը դուրս է գալիս, սաղմոս է ասում, բոլորն ասում են ջան, սաղմոս ասավ, բայց չեն նայում, որ այդ ասած սաղմոսից հետո համասեռամոլներին իրավունքով ապահովում, նման մարդը, մարդիկ ենքան կուրացած են, ենքան փակ է մարդկանց միտքը, որ ամեն Աստծո խոսք խոսացողի, ասում են, հա դե լավ է, էլի ճիշտ է ասում էլի, ամեն խոսացող չի, որ խոսացող է։ Շատերն էլ կասեն, այդ ոնց է լինելու, որ Հակաքրիստոսին ասելու են Աստված է, որ ասելու են Քրիստոս է, ոնց ես պատկերացնում հիմա դու, երբ որ կգա ու կասեն հակա այս ինքը Քրիստոսն է, ոչ թե Հակաքրիստոս, այլ ինքը Քրիստոսն է, ինչպես է մարդու միտքը փակ լինելու, այսօր էլ բազում մարդկանց միտք փակ է, կան շատերը, որ կուրորեն հավատում են շեղված եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների, տերհայրերի, սուրբերի, քահանաների, հովիվների, մարգարեների, սուտ վարդապետների, կուրորեն հավատում են ու գնում են նրանց հետևից, ոնց է լինելու նկարագիրը ուրիշ, ինչպես է մեզ Աստծո խոսքը ցույց տալու, նույնպես էլ այդ ժամանակներում է լինելու, երբ որ մարդիկ տեսնալու են ու ասելու են դե Քրիստոսն է, երբ որ այսօր մարդիկ չեն կարողանում զանազանեն, ինչը որ գրված է կենդանի խոսքի մեջ, Աստծո գրքի մեջ, Սուրբ Աստվածաշնչի մեջ, այլ հետևում են բազում սխալական սուտ ուսմունքների և վարդապետությունների, ինչ եք կարծում, այդ վերջին ժամանակները չի մոտեցել, կամ լավ հանգիստ թողնենք այս շեղվածներին, կան մարդիկ, հովիվներ, եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, մարգարեներ ճշմարիտ ուսուցանողներ, վարդապետներ, քահանաներ, բայց իրանց հետևողներն են շեղված։ Գիտես, այս մարդկանց են աստվածացրել, որ այս մարդուն հանես, լսող, քարոզիչ Աստված։ Եթե քարոզիչին հանես, պետք է այս կապը մնա։ Բայց շատ անգամ այս մարդիկ այնքան են տարված իրանց հովիվներով, քարոզիչներով, մարգարեներով,
քահանաներով, որ կուրորեն ինչ էլ ասեն հավատալու են, որ իրենք արդեն հավատում են այդ տվյալ մարդկանց, ոչ թե Աստծուն։ Ես չեմ ասում չպետք է հավատանք, պիտի հավատանք, բայց Տիրոջ խոսքն ասում է քննեցեք հոգիները։ Բայց Պետրոսն էլ գիտես ինչ է ասում, ներեցեք Պողոսը, որ ասում է, այն ժամանակ էլ է հենց եղել, այն որ սկսել են ես Պողոսյան եմ, ես Ապողոսյան եմ, ես Կեփասյան եմ, չէ՞։ Պողոսն ասում էր, եթե դու ասում ես ես Պողոսյան եմ, ես Կեփասյան եմ, դու հոգևոր չես, դու մարմնավոր ես։ Կարիք չկա, որ դու խոսացողին աստվածացնես։ Լսիր Աստծո խոսքը, ընդունիր կենդանի խոսքը ու շարժվիր առաջ։ Այս է պատճառը, որ այսօր շատերն են արդեն մոլորված, շատերն են արդեն մարմնավոր եկեղեցում։ Առաջի Տիմոթեոս 4 գլուխ 1-3 խոսքերում։ Եվ հոգին հայտնի ասում է, թե հետին ժամանակներում ոմանք հավատքիցը կհեռանան եւ մտիկ կտան մոլոր ոգիների եւ դևերի վարդապետությունների, ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը տաղված է, որ ուսումնալից, որ ամուսնանալուց կարգել են, կհրաժարվեն կերակուրներից, որ Աստված ստեղծեց հավատացյալներին եւ ճշմարտությունը ճաշակողների համար, որ գոհությամբ վայելեն։ Դες ասում է, շատերը այս ժամանակներին կհեռանան եկեղեցուց եւ կհետևեն մոլորությունների, կնայեն մոլոր ոգիների եւ դևերի վարդապետության, Աստվածաշնչից դուրս ցանկացած վարդապետություն մերժելի է։ Առաքյալը մեզ սովորեցնում է, որ այս մերժելի վարդապետությունները դրանք մոլորեցուցիչ ոգիների եւ դևերի վարդապետություններ են։ Իրանք գալու են եւ եկեղեցում քարոզիչների, ինչպես է գալու մոլորությունը, գալու են ու եկեղեցում քարոզիչների եւ եկեղեցում հեղինակավոր մարդկանց համոզելու են, որ Աստվածաշնչից դուրս քարոզեն։ Այս կեղծ ու պիղծ ոգիները եւ շատերը դուրս են գալու ճշմարիտ եկեղեցուց, հավատքը թողնելու են ու հետևելու են մոլորեցուցիչ ոգիների, դևերի վարդապետությունների։ Սա գրված է վերջին ժամանակների համար։ Երկրորդ Տիմոթեոս 3 գլուխ 4 խոսք, երկրորդ մասից ընթերցեմ, մարդիկ վերջին ժամանակներում կլինեն ավելի հաճոյասեր, քան թե աստվածասեր, հաճույք սիրող հավատացյալներ են լինելու, ճակերտներով հավատացյալներ, աշխարհի հաճույքը սիրող հավատացյալներ են լինելու, եւ կլինեն եւ կան էլ եկեղեցիներ, որ մեղքի դեմ չեն խոսալու, որպեսի մարդկանց չնեղացնեն, աստվածասեր չեն լինելու, այլ հաճոյասեր են լինելու։ Մարդիկ սիրելու են մարմնավորը, աշխարհինը, որ ասես, այս սա ճիշտ չի, բայց ասի, ճիշտ է, ճիշտ չի, ինձ է հաճելի, մարմնավորն է ինձ հաճելի։ 5-րդ խոսքից, որ աստվածպաշտության կերպարանք ունին, բայց նրա զորությունը ուրացած են, նրանցից էլ հետ քաշվիր։ Իրանց հետաքրքիր չի, իրանց գաղտնի կյանքը, թե ինչ կյանքով են ապրում, ինչ են անում, ինչեր կա իրանց տակը, իրանց կարևոր է, որ իրանց տեսնողները մենակ ինչ կասեն, իրանց գաղտնի կյանքը չի հետաքրքրում, թե Աստված ինչ կարծիք ունի,
այլ իրանց հետաքրքրում է, թե մարդիկ ինչ կասեն։ Ինձ վստահած մարդիկ ինչ կասեն իմ մասին, ինձ վստահած մարդիկ ինչ ուզում ասեն իմ մասին։ Կարևորը ես ճշմարիտ խոսքը խոսամ Քրիստոսի, որ Քրիստոս, որ Աստված լավ կարծիք ունենա։ Հուդա առաջին գլուխ 18-19 խոսքերը։ Որովհետև ասում եմ ձեզ, թե վերջին ժամանակներում ծաղրանող մարդիկ կլինեն, որ իրանց ամբարիշտ ցանկությունների ետևից կգնան։ Սրանք են, որ ջոկում հեռացնում են իրանց շնչավորներ եւ ոչ հոգի շնչավորներ են, որ հոգի չունեն, հոգին չունեն։ Ամեն ապաշխարած մարդ ինքը հոգով լցված է։ Սուրբ հոգին իրանց հետ է, բայց այն մարդիկ, որ մարմնավոր են գործում, ասում է, նրանք հոգին չունեն։ Նրանք մենակ իրանց մարմնի ցանկություններով են շարժվում։ Ասում ես խի ես անում ես բան, ասում է հոգով զգում եմ։ Մարմնավոր բաներ են անում, պիղծ բաներ են անում, ասում ես ինչ ես անում, ասում է հոգով զգում եմ, դրա համար եմ այդպես անում, հոգով եմ առաջնորդում։ Ասում ես այդ քո հոգով առաջնորդվելը Աստծո սկզբունքներին դեմ է։ Ասում ես հոգուց եմ ստացել։ Ոնց մերժեմ հոգու գործերը, հոգին այնց առաջնորդ է, հոգին այնց դրդ է։ Եթե այդ հոգին Աստվածաշնչի հակառակ բաներ է քեզ մղում, դա եսիմ ինչ հոգի է, դա Աստծո հոգին չի։ Կրկնեմ, գրված է ամեն մի հոգու մի հավատացեք։ Այն հոգին, որ քո ներքին զգացմունքներով գործում է ու քեզ մղում է ինչ-որ բանի, որ Աստծո խոսքի սկզբունքներին դեմ է ու Քրիստոսի վարդապետությանը հակասում է, սա Քրիստոսի հոգին չի, որովհետև Աստված ինքն իրեն հակառակ չի տանի քեզ։ Չի ասելու լավ դե այս անգամ թող քո ուզածով եղնի։ Այս անգամ դու զգացիր ինչ-որ մի հատ տարօրինակ հոգով, կամ այս անգամ դու զգացիր, որ քեզ ինչ-որ մի մոլորեցնող մի սխալ ուսմունք ա տվել, լավ այսօր ոչինչ, սրանով գնա, էքուց նրանով կգաս։ Ասում եմ մի հավատացեք եւ քննեցեք հոգիները։ Խոսքում ասվում է, որ այս մարդիկ շնչավոր են եւ հոգին չունեն։ Վերջին ժամանակներում ճշմարիտ քրիստոնյաները կհալածվեն։ Մատթեոս 24-րդ գլուխ 9-13 խոսքերը կընդերցեմ։ Այն ժամանակ ձեզ նեղության կմատնեն եւ ձեզ կսպանեն, եւ իմ հանունի համար ամեն ազգերից ատված կլինեք, եւ այն ժամանակ շատերը կգայթակղվին եւ իրար կմատնեն եւ իրար կատեն, եւ շատ սուտ մարգարեներ դուրս կգան եւ շատերին կմոլորեցնեն, եւ անօրենությունը շատանալու պատճառով շատերի սերը կսարչի, բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Եվ ահա այս սուտ մարգարեների առատություն լինելու եկեղեցիներում։ Մատթեոս 24-րդ գլուխ։ Ձերում էլ է երևի գրված։ Սուտ մարգարեների առատություն լինելու եկեղեցիներում, սուտ մարգարեները շատ են լինելու եկեղեցիներում, որ ասվում է աստվածպաշտության կերպարանքն ունեն, բայց շեղված են ճշմարտությունից, որպեսզի շատերին տանեն մոլորության եւ գայթակղության։ Զգուշացիր եկեղեցի, որ չլինես սրա մեջ, համարձակ ասում եմ, վստահ ասում եմ, որ Տերն ասում է իմ շուրթերով։ Զգուշացիր եկեղեցի, որ չլինես սուտ վարդապետության մեջ, սուտ մարգարեության մեջ։ Վստահ ասում եմ, որ Տերն ասում է իմ շուրթերով։ Վերջին օրերին սուտ մարգարեներ կշատանան եկեղեցիների մեջ։ Բայց ինչպես պետք է քննես, խոսքն իմանալով, Տիրոջ խոսքը կարդալով, ընթերցելով եւ քննելով,
այդ մարգարեների մարգարեությունները, որովհետև գիտես այսօր հեշտ է այդ սուտ մարգարեներին, ասում ես սուտ ես մարգարեն, ասում լավ դե ոչինչ, ինչ եղավ որ հելնում են վրեքները թափ են տալի ու սկսում են նորից մարգարեանալ սուտ բայց Տիրոջ մարգարեն երբեք չի սխալվում այդ սուտ մարգարեանալով նրանք ուղղակի վնասելու են ժողովրդին ում սուտ հույսեր են տալու ու սխալ պատկերացում են ստեղծելու մարդկանց մեջ Աստծո հանդեպ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 5-րդում ասում է Աստվածպաշտության կերպարանքն ունեն բայց նրա զորությունն ուրացած են Աստվածպաշտության կերպարանք ունեն բայց նրա զորությունն ուրացած են Որտեղ է տեղ ունենալու այս ամենը Այնտեղ որտեղ Սուրբ Հոգի չի գործում Որտեղ Սուրբ Հոգու մթնոլորտը չկա Որտեղ Սուրբ Հոգին մթնոլորտ այլևս չի կառուցում ժողովուրդ Դեք սարսափելի է երբ որ կա մի բազմություն եկեղեցի կոչվող ու որտեղ չկա Սուրբ Հոգի որտեղից վաղուց Սուրբ Հոգին գնացած է որտեղ Սուրբ Հոգին այլևս չի իշխում այդ տարածքի վրա չի կառուցում այդտեղ ինչ որ բան չի կառուցում մթնոլորտը Սուրբ Հոգին այլ արդեն մարդիկ են փորձում իրանց երևակայություններից ելնելով ինչ որ մթնոլորտ կառուցեն ծառայության ժամանակ որպեսի ազդեցություն ունենան եկեղեցու մեջ նստած մարդկանց վրա Գիտես Տիրոջը հաճելի է երբ որ նայում է վերևից որ տեսնում է հոգին չի գործում բայց մարդիկ իրանց երևակայության իրանց պատկերների պես անում են այնպիսի բաներ որ նստող լսողներին հաճելի լինի որ իրանք ինչ որ բանը զգան Գիտես թող ես լավ չերևամ լավ արտաքին չունենամ լավ հագուստ հագած չլինեմ թող այս կալոնկեքը վատ երգեն թող այստեղ լուսավորություն չլինի թող ցուրտ եղնի հարմարություն չլինի կոմֆորտ չլինի բայց Սուրբ Հոգին եղնի այստեղ որ Սուրբ Հոգին գործի այստեղ որովհետև ինձ հարկավոր է Սուրբ Հոգին որ գործի Սուրբ Հոգին այստեղ այլ ոչ թե լուսային էֆեկտներով, ձայնային էֆեկտներով, սխալ ձևերով, գիտես աչքին հաճելի է, ծուխն էլ, լավ ձայնն է, լուսային էֆեկտներն է, բայց երբ որ դու ես ամենը փոխում ես Սուրբ Հոգու հետ, որ չկա Սուրբ Հոգու ներկայություն է այդ վայրում ու դու փորձում ես ինչ-որ մի բանով լցնես այդ պակասը, այդ արդեն մեծ ցավ է, դա արդեն մտածելու տեղ է տալի, ինչ ես անում, ուր ես եկել ու ոնց ես անում, սարքել են մարդիկ այսօր եկեղեցին զվարճանքի վայր, Գիտես ինձ պետք է որ եկեղեցում գործի Սուրբ Հոգին Դանիել 9-րդ, 11-րդ, 12-րդ գլուխները խոսում են Հակաքրիստոսի մասին Բայց ես չեմ անդրադառնա նրան Ես ուզում եմ մենք այսօր նայենք մեզ քույրեր եղբայրներ Զգուշանանք, որ այս ամենի մեջ չլինենք Եթե անգամ մենք մեզ գտնում ենք այս ամենի մեջ խնդրենք Տիրոջից ներում և ապաշխարենք Եվ Տիրոջ պատվերները և խոսքերը պահենք հավատարմորեն Հետևողական լինենք Տիրոջ խոսքերին
Սկզբում ասեցի, հիմա էլ եմ ասում, եթե մի տեղ մեղքի դեմ չեն պայքարում, այլ ասում են, հա դե ինչ անենք, ոչինչ, որ դու մեղք ես գործել, բա գիտես ես էլ եմ գործում, ոչինչ, որ դու մեղք ես գործել, մեկ ամենք շնորհքի տակ ենք, մի լսիր ու մի ընդունիր, եթե դու զգացել ես, որ դու մեղք ես գործել, հենց այդ րոպեին ապաշխարիր, ներողություն խնդրիր Տիրոջը ու մի լսիր նմանատիպ խոսքեր, որ ասում են, հա դե ոչինչ, մենք էլ ենք մեղք գործել, շնորհքի տակ ենք, էլի շնորհքի տակ ենք, ես չեմ ասում, որ ես սուրբ եմ, ես չեմ ասում, որ ես ունեմ հրեշտակի թևեր, ոչ, ես էլ եմ մեղավոր մարդ, Առաջու Հովանու 4-րդ գլուխ առաջին 4 խոսքերը Սիրելիներ, ամեն հոգու մի հավատաք, այլ փորձեցեք հոգիները, թե արդյոք Աստվածանից են, որովհետև շատ սուտ մարգարեներ են դուրս եկել աշխարհքը։ Սրանով ճանաչեցեք Աստծո հոգին ամեն հոգի, որ խոստովանում է Հիսուս Քրիստոսին մարմնով եկած Աստվածանից է։ Եվ ամեն հոգի, որ չէ խոստովանում Հիսուս Քրիստոսին մարմնով եկած Աստվածանից չէ։ Եվ նա ների հոգին է, որ լսեցիք, թե գալիս է եւ հիմա արդեն աշխարհումն է, դուք Աստվածանից եք։ Որդյակներ, եւ հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեզանում է, քան թե աշխարհի մեջ։ Մենք յուրաքանչյուրս պետք է զորանանք, եղբայրներ, քույրեր, որովհետև թե ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը վերջին գլխում։ Ես ավարտում եմ արդեն Հայտնություն 22-րդ գլուխ 11-ից 15-րդ խոսքերը։ Անիրավություն գործողը թող էլ անիրավանա, եւ կեղտոտը թող էլ կեղտոտվի, եւ արդարը թող էլ արդարանա, եւ սուրբը թող սրբվի։ Եվ ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքն ինձ հետ է, որ ամեն մեկին կհատուցանեմ ինչպես իր գործը կլինի։ Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը։ Երանելի են նրան պատվիրանքները, պահողները, որ նրանցը կլինի իշխանությունը կյանքը ծառի վրա, կյանքի ծառի վրա, եւ քաղաքի դռնովը ներս կմտնեն։ Բայց դուրսն են շները եւ կախարդները եւ պոռնիկները եւ սպանողները եւ կռապաշտները եւ ամեն ստություն սիրող ու գործող։ Այս գրված ժամանակներում որ բաժանվելու են երկու մասի մարդիկ։ Սուրբը սրբվում է, պիղծը բղծվում է։ Ոմանք մոլորություն կքարոզեն, ու գիտես վատը որն է լինելու, որ ոմանք մոլորություն են քարոզելու եւ հրաշքներ է լինելու։ Նշաններ ու հրաշքներ է լինելու, ու մարդիկ տենալու են ու հավատալու են։ Բայց այն երկրորդ տեսակը իր կյանքն է դնելու հանուն ճշմարտության, հանուն արդարության, հանուն այն արդարության, որ Քրիստոսը եկավ աշխարհ ու իր կյանքը դրեց ամենքիս համար։ Ճշմարտության զինվորներ են լինելու։ Այս երկրորդ տեսակն ասում է, սուրբը թող էլ ավելի սրբվի։ Չես փախնելու նման իրավիճակներից, այլ դու պիտի զորանաս եկեղեցու մեջ, լինես զինվոր ու կանգնես դեմ քո կյանքը դնելով Տիրոջ խոսքի համար, որովհետև վերջին օրերի եկեղեցին լինելու է զորավոր ու հաղթելու է չարին։ Նա արժանակ հյուրեր եղբայրներ, որ մենք մեր ամբողջ կյանքը ներդնենք իր համար, որովհետև ինքը մեզ տվեց կյանք։